Ահա, աղջիկներ ջան, ես ստացել եմ իմ պատվերները։ Տեսեք ինչքան առատ գնումներ եմ կատարել, քանի որ մոտենում է սեպտեմբերը։ Բնականաբար գնումների քանակն էլ շատանում է։ Տեսեք, այսպես առատ գնումներ։ Իմաստն էլ մի փոքր շուտ էի ստացել, սրանք իմ ավտոպատվերներն են, որ այս անգամ բավականին շուտ եկան։ Ահա։ Սրանք մեր տան շամպույններն են, քանի որ մենք բոլորս երկար մազեր ունենք, բնականաբար հատուկ խնամք է պահանջում։ Այս անգամ որոշել եմ փորձեմ այս հետաքրքիր հոտով կոնդիցիոները, հեսա կկիսվեմ։ Այսպես։ Եկեք սկսենք հենց սկզբից։ Շամպույն մազերի համար Մառոսկա շարքը վերցրել եմ 2-ը մեկում այս շամպունը։ Անկեղծ ասած մեկ անգամ վերցրել էի եւ շատ գոհ մնացի արդյունքից։ Ես ինքս աշխատում եմ բարձրամ շատ քիչ օգտագործեմ եւ որոշեցի նաեւ այս անգամ էլ վերցնեմ այս շամպունը։ Այն 2-ը մեկում է, հիմնականում նախատեսված է բոլոր տիպի մազերի համար եւ կարելի է օգտագործել նաեւ այսպես յուղոտ, թեփոտ կամ խնդրահարույց մազերի դեպքում։ Ասեմ, որ ինքը բավականին անուշ բույր ունի, մորի է եւ շատ լավ մաքրում է մազերը, տալով գեղեցիկ անուշ բույր եւ իհարկե հաղորդելով փայլ, ինչը ինձ շատ է դուր գալիս, հետո ինքը խիտ է եւ խիտ ծավալը թույլ է տալիս, որպեսզի օգտագործենք երկար ժամանակ։ Իհարկե վերցրել եմ 2 հատ։ Մենք տանը շամպուն շատ ենք օգտագործում։ Ինչպես միշտ վերցնում եմ նաև մեր բոտանիկա շարքի այս տեսակի շամպույնը, որը հիմնականում կաստրովոյ մասլա է եւ այս բույսը ճիշտն ասած չեմ անում ինքը հայերեն ոնց կարող ենք ասել, բայց հիմնականում տալիս է փայլ, ուժ, կարելի ասել, բայց ինքը հիմնականում ոչ բալզամով շամպունն է, չոր շամպուն է։ Եկեք արտիկուլն էլ ասեմ, 13-17, 13-17, այ մոռացա սրա արտիկուլը ասեմ, ձեզ 0189։ Եկեք մինչև շամպույններին, այսպես տեսակ 2 շտուկ այս նույն տեսակից եմ վերցրել, մեկը այս մյուս տեսակն էլ եմ շատ հավանում, մանավանդ այն տիպի մազերի համար, ովքեր ունեն պրոբլեմ յուղոտ է մազը, կամ չգիտեմ չոր է մազը, կամ թափվելուն հակված է, հիմնականում լիպան շատ օգտակար է, ովքեր որ չգիտեն լիպան իրանից ինչ է ներկայացնում, այն ոչ միայն օգտակար է գլխամաչքի համար, այլ նաև օգտակար է հիմնականում մազերմատների համար, սովորական ինքը բույսը որպես լիպայով բույս շատ օգտագործում են նաև բժշկության մեջ, այնպես որ այս շամպունը նույնպես շատ եմ հավանում, արտիկուլը 3-7 1-0 ծավալը, ինչպես տեսնում եք, բոլորը 400 միլիգրամ։ Այս անգամ որոշել եմ փորձեմ այս հետաքրքիր բույրով, արգինինի բույրով այս կոնդիցիոները լվացքի, մեր Սիանա Աբրահամյանը շատ է օգտագործում եւ որոշեցի ես ինքս փորձեմ, այն խիտ կոնդիցիոները նախատեսված է 30 լվացքի համար, օգտագործում եմ հիմնականում այս կափարիչով 1, արտիկուլը 11854։ Իմ սիրելի ամանի հեղուկը, որը չի վնասում ձեռքի մաշկը, ես արդեն օգտագործում եմ այս շարքից Faberlic-Home շարքի բոլոր տեսակի ամանների հեղուկները մոտ 2.5 տարի, ինչքան ինձ հիշում եմ պրոյեկտում, այդքան ժամանակ օգտագործում եմ։ Այն հիմնականում նախատեսված է նաև կոշտ ջրում լվացման համար, ունի հետաքրքիր բույր, 2-ը մեկում է նախատեսված, արտիկուլը 300 եւ 99, աղջիկներ ջան, փայտածուխն է, տալիս է, նախ ասեմ, շատ լավ մաքրում է, լավ փայլ է հաղորդում, հակաալերգիկ միջոցը 0+ է, նույնիսկ կարող եք լվանալ շուկայից գնված միրգը, բանջարեղենը եւ այլն, այսինքն այդքան անվնաս է ինքը ձեր առողջությանը։
Ես միշտ օգտագործում եմ սպիտակեցնող այս ատամի մածուկը, եռաշերտ կարելի ասել ազդեցություն է թողնում, ոչ միայն պաշտպանում է էմալը, ոչ միայն սպիտակեցնում է, այլև լենդերի համար է շատ օգտակար։ Իդեպ ասեմ, այս շարքից ես միշտ օգտագործում եմ նաև բերանի ողողիչը, ինչը նույնպես շատ էֆեկտիվ արդյունք է տալիս։ Հիմա փորձենք, նախ ասեմ, միլիգրամը 75 միլիգրամն է, փորձեմ արտիկուլը գտնեմ 22-46 աղջիկներ ջան, նայեք։ Так, հաջորդը իմ տղայիս համար նախատեսված զուբնայա պաստան, որը ես հաճախ վերցնում եմ, այս անգամ վերցրել եմ տանձի համով, կներեք, յաբլոկը խնձորի համով, նախատեսված է 3 տարեկանից սկսված բալիկների համար, չի պարունակում իր մեջ ֆոսֆատներ, այսինքն չի քայքայում ոչ լենդերը, ոչ էլ ձեր բալիկի ատամնաշարը։ Համը շատ լավն է, ինչը թույլ է տալիս, որպեսզի երեխան շատ մեծ հաճույքով այն օգտագործի։ Արտիկուլը 23-58 միլիգրամը 50 միլիգրամ։ Մեր տանից միշտ անպակաս են այս սիլիկոնից ատամի խոզանակները, այս անգամ վերցրել եմ 2 հատ, որովհետև ես ամեն կատալոգ համարյա փոխում եմ, վերցրել եմ կապույտ գույնը, արտիկուլը 11316, ինչի համար եմ օգտվում այս սիլիկոնից զուբնայա շետկայից, որովհետև նախ եւ առաջ ինքը այնքան լավն է, ես հիմա ցույց կտամ նաև տանը ունեմ բացած տարբերակը, հիմա ձեզ ցույց կտամ, տեսեք այն ինչքան էլ ուզում է օգտագործես, նախ ասեմ, որ իր մազիկները այնքան նուրբ է, որ չի վնասում ձեր ատամը, ձեր լենդերը, արյունահոսություն չի լինի, դրա համար խորհուրդ եմ տալիս, որ այն լինի ձեր անբաժանելի մասնիկը։ Ինչպես գիտեինք անցյալ կատալոգ, 2 կատալոգ անունի մեջ ունեինք կուպոններ, քանի որ ես ավտոպատվերներ ունեի, այս կուպոնները այդ ավտոպատվերների հետ միասին եկել են եւ մեր տան ամենասիրելի սփրեյներից մեկը, որը հիմնականում օգտագործում ենք մեր, կարելի ասել, կեդերը, բոթասները, քանի որ ինքը նաև այդ շփման հատվածը սպիտակ գույնի է, շատ հեշտությամբ մաքրվում է, սա համարվում է ունիվերսալ բծահան սփրեյը, հիմա փորձենք արտիկուլը 30-151, այն ամենաանցանկալի հետքերը, ամենաանցանկալի կեղտաբծերը, նույնիսկ մեռած հետքերը, սուրճի, ձեթի եւ այլն հանում է, ես ինքս օգտագործում եմ եւ շատ գոհ եմ։ Իմ սիրելի շարքից գլեմ, թե իմ շարքից այս հետաքրքիր եւ արդյունավետ մեկ վայրկյան հիմա բացեմ։ Так, հետաքրքիր եւ արդյունավետ այս տանալնի ասնովան, այս անգամ